ճակատից գրել ճաշ։ Որովհետև արդեն 5 օր է ճաշ չես պատրաստում, գրել է որ չմոռանաս։ Մամ, գիշերը ինչ-որ մեկը ճակատից գրելա չկա։ Հերը տա գրել։ Պապ, ինչի ես գրել։ Որ ամեն անգամ փող ուզելուց հիշես, որ փող չկա։ Մամ, սոված եմ։ Մարի ջան, որ խնդրեմ, չես կանգնի մորդ կողքը։ Որ խնդրեմ տեղերով չեք փոխվի։ Ահա։ Լևոն, կարթա։ Ճաշ չկա։ Լավ չկա, սոված դասի կգնա։ Տեսար գրածս քեզ ինչքան օգնեց։ Էլ անիմաց մարդկանց չես պատասխանում։ Ռուզան չես լսում, դուր նա գնա բաց։ Չէ դու բաց։ Չէ, դու բաց։ Դու բաց։ Դու բաց։ Դու բաց։ Էսի պրինցիպի հարցը ասեցի դու բաց։ Ես չեմ հանձնվելու։ Դու բաց։ Պետք չի վիճել։ Մենք արդեն դուրը բացել ենք եւ բարեհաջող ներս ենք եկել։ Ես եւ Ալիկը հիանալի նորություն ունենք ձեզ համար։ Տները ծախում եք գնաք ստեղից։ Մենք ուզում ենք երեխա ունենալ։ Ոխ, ինչով է սա։ Բա ինչի եկել ստեղ, որ Ալիկին ձևերը սովորացնեմ։ Կարնի քո տափակ ու անհամ հումորները տպահի քո տանձանման գլխում։ Որպես բազմազավակ հայր, ինչ խորհուրդ կտաս։ Որպես բազմազավակ հայր խորհուրդ կտամ չունենաք երեխա։ Իսկ ավելի շատ տղա եք ուզում, թե աղջիկ։ Ինձ համար կարևոր չի երեխայի սերը։ Ոնց հասկանում եմ փսակվելուց մարդուց սերն էլ քո համար կարևոր չի եղել։ Անտաշ։ Ռոզան, ինչ ես կարծում, երեխա ունենալուց հետո կազմվածքս կփչանա։ Դե եթե այդքան կազմվածքիդ մասին ես մտածում, դու Ալիկը ունենա։ Կամ եթե վախենում ես երեխա ունենաս, կարամ քեզ ավելի լավ տարբերակ առաջարկեմ։ Ինչ։ Էն Ազատին տանկ ձեզ, մեկը չենք օգտագործում։ Չէ, բայց ախր Ազատը մեծ տղա է։ Մենք փոքր բալիկ ենք ուզում, որ տանը չոչանի, անիմաստ բլբլա, տակը չիշի կանի։ Հա, Ազատը այդ ամեն ինչ անում է։ Չենք ուզում։ Ոնց ուզեք, այս ամիսի մոտ ակցիա էր, վերցնում եք Ազատին, Մարին ու Լևոնին ստանում եք նվեր։ Լավ։ Ալիկ, ժամանակ չունենք։ Մենք գնացինք։ Դե դու հասկանում ես ուր ենք գնում։ Ալիկ հաց ենք ուտում։ Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, կրկին եթերում է Մարի բլոգը, այլ կերպ ասած M բլոգը, մի քանի րոպե ազատ ժամանակ ունեի, ասեցի ինստագրամով լայվ մտնեմ, տենամ ինչ կա չկա, հլը տենամ ինչեր եք գրում, Մարի դու շատ սիրուն ես, մերսի, պաչ, քո պապան հաստատ տերորիստ է, որովհետև դու բոմբ ես, լկտի, քո պապան էլ հաստատ չոբան է, որովհետև դու ոչխար ես, Մարի ջան, ես ուզում եմ քո հետ ամուսնանամ ու քեզանից 100 հատ երեխա ունենամ։ Կարող է գիտես քո համար ծննդատ ունեմ։ Երեխեք, ով ապուշ բան գրես, չորնից պիսը կեմ գցում։ Ազիզ, մի հատ կգաս քեզ պաչեմ։ Չափերիդ մեջ մնայի անտերի թոր։ Մարի, իսկ քո կյանքում տղա կա։ Այո, կա։ Ու իր անունը Ալենա։ Այդ Ալենը շատ ապուշ դեմք է, շատ իզուր ես իր հետ ընկերություն անում։ Վիլեն, փշտեղի ինստագրամից։ Բարև Մարի ջան, ես ապրում եմ Բելգիայում, որ խնդրեմ կասես բարև Բրյուսել։ Իհարկե կասեմ, բարև Բրյուսել ջան, ոնց ես, գործերը լավ են։ Երանի քեզ Բրյուսել, որ Բելգիայի նման գեղեցիկ քաղաքում ես ապրում։ Լավ երեխեք, ես գնամ, կհանդիպենք մյուս անգամ, պաչ բոլորին։
Գառնիկ, հլե այս տեստը կարդամ հարցերին պատասխանի։ Արագացրա։ Բայց սկզբում աչքերդ փակի։ Ինչ գույն ունեն ձեր կնոջ աչքերը։ Տարբերակ A՝ սև, տարբերակ B՝ շագանակագույն, տարբերակ G՝ կապույտ, տարբերակ D՝ կանաչ։ Իսկ զանգընկերոջը կա։ Չէ, չկա։ Ուրեմն սևը։ Ի, չէ։ Լսի միջե վերջ, ասում եմ ուրեմն սևը հաստատ չի։ Որ կանաչ լիներ, հաստատ կհիշեի, տակը մնում է կապուտն ու շագանակագույնը։ Այդ թքած է շագանակագույնը։ Ապրես Գառնիկ։ Ես գնացի, ժամանակ չունեմ։ Վայ, մյուս հարցը լսի։ Ում հետ կցանկանայիք ռոմանտիկ գիշեր անցկացնել։ Տարբերակ A՝ ձեր կնոջ, տարբերակ B։ Տարբերակ B, տարբերակ G, տարբերակ D։ Բայց դու չգիտես մյուս տարբերակները ովքեր են։ Կարևորը դու չկաս։ Ապուշ։ Բարև ծած։ Բարև։ Այսօր պարապ եմ, բան չունեմ անելու։ Ասա ինչով օգնեմ։ Վայ, որ խնդրեմ տունը կավլես, Բացի դրանից։ փոշիները կմաքրես, Բացի դրանից։ լվացքը կանես։ Բացի դրանից։ Ազատ, ինչ ասեցի բացի դրանից։ Լավ, մի հատ էլ բան ասա, այս անգամ հաստատ կհամաձայնվեմ։ Ափսեները լվա։ Բացի դրանից էլի։ Ազատ։ Լավ, մի ջղայնացի կլվանամ։ Սկանը ոնց եմ լվանալու։ Սորով բերեց գործի դրեց։ Ալո։ Հա, մամ ջան։ Անողնաշարնով է։ Չէ, գործի է, տանը չի Գառնիկը։ Ինչ ես ուզում գաս մեր տուն։ Չի լինի հեռախոսով ասես։ Մամ, ինչի ես գոռում իմ վրա։ Իհարկե ուզում եմ, որ գաս մեր տուն։ Ուղղակի ասեցի հեռախոսով ասես, որ ավելի արագ լինի։ Ինչ ես վիրավորում։ Վերջացրեցիր։ Դե արի, սպասում եմ քեզ։ Սենց արագ բոլոր ափսեները լվացիր։ Ոնց, լվացքի մեքենայի մեջ ես լվանում ափսեները։ Հա, տենց արագ է։ Ահա, վերջացավ։ Ազատ, սա ափսեները կոտրվել է։ Հա, բայց կարևորը արդեն մաքուր է։ Պետք չի մերսի ասես, մամ ջան, ես միշտ պատրաստ եմ քեզ օգնել։ Վախենում եմ սենց օրերից։ Ես էլ։ Սաղ ես 80% զեղչի պատճառով է։ Հաստատ։ Հենց սրած նայ։ Ոնց որ զոմբի լինեն։ Բայց են դեմի զոմբլոն ոնց որ վատիկը չի, հա? Հեսա կմտնես վիզդ կկծի նոր կիմանաս։ Ես կողմ եմ։ Դե գնա դուրը բաց։ Չէ, դու բաց։ Չէ, առաջին հարվածը քո վրա վեկար։ Ես կնիկ երեխա ունեմ։ Անցած տարի զեղչերի ժամանակ ես եմ բացել։ Այս տարի քո հերթն է։ Լավ։ Գառնիկ, զգուշ եղի ու հիշի։ Իրանց երբեք չպետք է թերագնահատել։ Ինձ որ բան պատահեց։ Ռուզանին կփոխանցես, որ ինքը ինձ համար երբեք լավ կին չի եղել։ Անպայման։ Աստված առաջ։
Գառնիկ ուշքի արի, ամեն ինչ վերջացավ, Գառնիկ։ Ես իչյա գլուխս սես ցավ։ Դատարանը բազմակողմանի ուսումնասիրեց այդ խնդիրը, որն իր ուղիղ պարտականության մեջ է մտնում հանուն արդարության։ Մամ, գիրք սպայի անգիրս ասեմ, էլի։ Մի խանգարի։ Արագ ասեմ գնամ։ Լևոն գնաց տեղից։ Բայց ախր Չես տենում բան եմ նայում, Լևոն սուս մնա։ ինչ ես նայում, է։ Անուշադիր մայրիկների մասին թոք շոու է, որ իրանց երեխեքին բանի տեղ չեն դնում, թքած ունեն իրանց երեխեքի վրա։ Լավ, մամ ջան, չխանգարեմ, հանգիստ նայի։ Ախ, ամոթ, բա դու մեր ես։ Ախոտս ցավում է։ Լևոն ձերդ կտրի բան եմ նայում։ Ես խնդրում եմ այսօր խոսեք այնուամենայնիվ բարձր տեսած տոնային մեջ այնուամենայնիվ հասկանան թե տարբերակները Ով է։ Աղջի բաց արա, մերը տա։ Շամերով պետք է սպասեմ, դրա մի հատ ջուր բեր խմեմ։ Սիչ շան հուտա գալի ձեր դիվանից, մարդը ստեղ ա քնում։ Էս ինչ անհամ ջուր ես բերել։ Ով ման, ջրի համովն ու անհամը որն է։ Հլո նայ ոնց ա լեզվին տալիս։ Ես արդեն տանն եմ, կարա գլուխս պոկեք ու ֆուտբոլ խաղաք։ Եկալ մունդար մարդդ։ Ռուզան, ես աչքի սայրում, թե մերը տա եկել։ Ես ոնց որ ուրախ չես, հա որ եկել եմ ձեր տուն։ Դուք որ գալիս եք մեր տուն, չեք թողնում ես տելևիզոր նայեմ։ Սախտան ուտելիքները ուտում եք, ինձ վիրավորում եք ու անիծում եք։ Իհարկե ուրախ եմ։ Քեզ երբ եմ անիծել, այ քոքդ կտրվի։ Չորը քեզ տանի դժոխտ կացայի մեջ էպի, որ սխկյանքդ մղկտաս։ Էս ի շնորհ անեցքեր։ Այս անեշների application-ը ոնց որ update եք արել, հա։ Դե էրիկ ապուշ խոսած է։ Մամ, հեռախոսով ասեցիր, որ լավ լուր ունես ասելու։ Ինչ ա եղել։ Ուզում եմ ամուսնանամ։ Ինչ։ Մամ, բա ով է այդ մարդը։ Ողորմածիկ ընկերուհուս մարդն է։ Տիկին Լուսիկ, ձեր ողորմածիկ ընկերուին ձեր ձեռով է դարել ողորմածիկ։ Ձենդ այդ կլողում։ Լսեք ինչ եմ ասում։ Ինքը ուզում է ձեզ հետ ծանոթանա։ Չգիտեմ ով խաբար ա տվել, որ աղջիկ ունեմ։ Հեսա մի քիչ հետո գալու ա։ Սաղը ձեզ նորմալ կպահեք։ Տիկին Լուսիկ, բայց այդ սաղի մեջ դուք էլ եք, չեմ մտնում։ Պետք է ես իրան ցույց տամ, որ ես շատ բարեհամբույր ու սիրալիր կին եմ։ Ու ձեզ շատ եմ սիրում։ Դու էլ քեզնից կպահես, որ դու էլ ինձ ես շատ սիրում։ Տիկին Լուսիկ, այնպես դժվար դեր եք առաջարկում, ես դերս կի ալպաչինո չի կարա խաղալ։ Կարաս, դու ավելի լավ գնա բեղերդ լվա, ճենջի հոտը խփում ա դեմքիս։ Մամ ջան, բա երբ ա գալու, գոնե շուտ ասել մի բան սարքեի։ Հատուկ չեմ ասել, որ հանկարծ ոչ մի բան չսարքես, ուզում ես խայտարակ ալնենք։ Են Ազատին էլ կփակես սենյակում, որ հանկարծ դուրս չգա։ Միա, ես ինչ էլ կուլտուրական շորեր ես հակել։ Պահել է ձեր հարսանեկին ու թաղմանը հակնեի։ Չմոռանաք իրար սիրում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սա քեզ, սիրելիս։ Մերսի քաղցերը։
Ծանոթացիր։ Իմ սիրելի աղջիկ Ռուզանը։ Շատ հաճելի է, Կարլեն։ Եվ իմ շատ սիրելի փեսա Գառնիկը։ Շատ հաճելի է, Կարլեն։ Ես շատ ուրախ եմ, որ իմ սիրելի, բարի, մեծաոքի եւ արդար զոքաճի կողքին այսպիսի տղամարդ։ Տիկի Լուսիկ, ես չեմ դիմանում, եկեք ձեզ համբուրեմ։ Էրիկ։ Սա էլ մեր երեխաները։ Երեխաներ ծանոթացեք Կարլեն պապիկի հետ։ Շատ հաճելի է, պապի ջան, մի բարձի ծերանակ։ Լուր ծերանան։ Բարև պապի ջան, դու մեր նոր պապին ես, չէ՞ լինելու։ Այո։ Դե ուրեմն թորնիկիդ մի 20,000 դրամ փող կտաս։ Երեխեն կատակ անում։ Ըստ ով էր դուրը վրես փակել։ Ես Ազատն եմ, շատ հաճելի է, պարոն։ Լավ բրծանք։ Հա, մոռացա հարցնեմ։ Կարմիր խնձորը երբ ա ձյաձ։ Ինչի ենք կանգնել։ Եկեք նստենք։ Եկեք, կանեցեք։ Լսեք, ինչ եմ ասում, հենց իմաց տեղից քաշ։ Հայդա։ Կարլեն ձյաձյա, միրգ կերեք։ Շնորհակալ եմ, չեմ ուզում։ Հանգիստ կերեք, ես միրգը Ռուզանը չի պատրաստել։ Իսկ երբ եք պատրաստվում ամուսնանալ։ Մի քանի ամսից։ Ռուզան, ոնց գցում բռնում եմ շուտով ապերիկ ես ունենալու։ Բերանիկդ բացերա խաղոտ եմ անուշիկս։ Մերսի ճուտիկս։ Լավ, ես գնամ ձեզ համար սուրճ բերեմ։ Ռուզան ջան, սպասի, ես էլ գամ քեզ օգնեմ։ Կարլեն ջան, քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Այո։ Լավ մարդ ես երևում։ Կուզենայի ճշմարտությունը իմանաս։ Այո, լսում եմ։ Ուրեմն էս տիկի Լուսիկը Իրականում էս տիկին Լուսիկը ինչ։ իրականում շատ ավելի լավն է, քան իրեն ցույց ա տալիս։ Գիտեմ, Գառնիկ ջան, գիտեմ։ Շատ լավ է, որ գիտեք։ Սա էլ սուրճը։ Գառնիկ ջան, հոգիս, գնա դուրը բաց։ Հա, մամա ջան։ Լուսիկ։ Ռուզիկ։ Էսում հետ ես փաթաթված նստած։ Էս դու ինձ դավաճանում ես, հա, այ փչացած։ Ասիկն ինչ է նշանակում փչացած։ Լուսիկ ես սովա։ Ես Լուսիկի ընկերն եմ, արդեն մի տարի ընկերություն ենք անում։ Հասկացա, փաստորեն դու թոշակիս համար էիր, հա իմ հետ ընկերություն անում։ Ինձ իմացենդ կտրի։ Թե ինձանից բարձր թոշակով մարդ ես կթել։ Ամուտ, ամուտ։ Փաստորեն, քո կյանքում, բացի ինձանից, էլի տղամարդ կա, հա? Ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Պետք չէ ոչինչ բացատրել, հաջողություն։ Ամուտ։ Կարլեն։ Սաղ դու էիր մեղավորային նունդար։ Ես։ Բա ինչի դուրը բացեցիր։ Կարլեն։ Ամոթ։
Էսով է։ Գառնիկ շատ կարևոր հարցով եմ եկել։ Ասա։ Հիշում ես այսօր առավոտյան, ասում էիր, որ կարող ես ինձ երեխա ունենալու ձևերը սովորեցնես։ Բա։ Մի բան հարցնեմ էլի։ Ես լրիվ հակառակն էի անում։ Շնորհակալ եմ։ Զգուշ։